Ուժեղ Հայաստան դաշինքի պատգամավոր Նարեկ Կարապետյանն անդրադարձել է իրեն կալանավորելու մասին խոսակցություններին լրագրողների հետ զրույցում նա հայտարարել է, որ իրեն ամեն ամիս կարող են ինչ-որ բանում մեղադրել, իսկ մեղադրանքի բունեության մասին պատկերացում չունի։ Նրանց խնդիրը քաղաքական ընդդիմադիրներին սահմանափակելն է, կարծում է Կարապետյանը։ Եթե որոշեն կալանավորել, սա կլինի աննախադեպ դեպք, երբ ցուցակի առաջին համարին փորձում են մեկուսացնել քաղաքական նկատառումներով, բայց դրանով միայն հակառակ էֆեկտն են ստանալու։ Ընդգծել է Նարեկ Կարապետյանը։ Իր թիմակցի Ալիկ Ալեքսանյանի կալանքի ժամկետի հետաձգումը Կարապետյանը սպասելի է համարել։ Ալիկի տրամադրությունը լավ է, հաղթական է տրամադրված, հայտնել է Կարապետյանը։ Նշենք, որ վաղ առավոտից իրավապահները խուզարկում էին Նարեկ Կարապետյանի առանձնատունը։ Ազգային ժողովի պատգամավոր Լիլիթ Գալստյանը հայտնել է, որ Պրահայի կենտրոնական հրապարակում ադրբեջանական շրջանակները ցուցադրել են Արցախից եւ Հայաստանից պատմական լուսանկարներ, դրանք ներկայացնելով որպես ադրբեջանական մշակութային ժառանգություն։ Նրա խոսքով Ադրբեջանը միջազգային հարթակներում շարունակում է առաջ մղել արևմտյան Ադրբեջանի գաղափարախոսությունն ու յուրացնել հայկական պատմամշակութային ժառանգությունը։ Գալստյանը պնդում է, որ պաշտոնական Հայաստանը բավարար կերպով չի բարձրացնում հայ ռազմագերիների Արցախի մշակութային ժառանգության եւ արցախահայության վերադարձի իրավունքի հարցերը։ Նա նաև նշել է, որ Ադրբեջանի կողմից հայկական հետքի ջնջումը պետական քաղաքականությունն է, որն իրականացվում է միջազգային ակտիվ քարոզչությամբ։ Պատգամավորի գնահատմամբ Հայաստանի ներկայիս քաղաքականությունը նպաստում է, որ Ադրբեջանն առավել ակտիվորեն առաջ մղի իր օրակարգը միջազգային հարթակներում։ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ազգային ժողովի նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարող Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը պետական գործունեության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի վաստակի եւ մատուցած ակնառու ծառայությունների համար պարգևատրվել է Ազգային ժողովի պատվո մեդալով։ Մուլտի ուելնես ակումբը վերաբացվել է եւ ստացել է Երևան ուելնես սենթր անվանումը։ Հիշեցնենք, որ նախկին Մուլտի ուելնես ակումբն այսօր հուլիսի 31-ին վերաբացվել է նոր անվան ներքո։ Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը հայտնել է, որ դատարանը վարույթ է ընդունել իր ներկայացրած հայցն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի։ Հովսեփյանը հուլիսի 14-ին դիմել էր Երևանի քաղաքացիական դատարան, վիճարկելով Փաշինյանի հունիսի 11-ի հայտարարությունը, ըստ որի ընդդիմության բոլոր ընտրողները առանց բացառության ընտրել են ընտրակաշառքով, իսկ քաղաքացիական պայմանագիր կուսակցության ստացած ձայները օրգանիկ են։ Այսօր ստացա դատարանի որոշումը, որով հայցը վարույթ է ընդունվել, հայտնել է Սոֆիա Հովսեփյանը։ Գրառմանը կից նախկին պատգամավորը հրապարակել է նաև դատարանի վարույթ ընդունելու մասին որոշման լուսանկարը։ Հետի ներկայիս ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը հերքել է, բայց փաստեր չի ներկայացրել ընկերության պետական կառավարման ընթացքում հավելագրումների բացակայության մասին արձագանքելով Հետի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Նարեկ Կարապետյանին, նա պարզապես նշել է, որ այդ խախտումների համար աշխատանքից ազատվել է 700 մարդ։ Բացահայտված իրավախախտումների փաստերով նախաձեռնվել են շուրջ 30 քրեական վարույթներ կամ բազմաթիվ ձերբակալվածներ ու կալանքի որոշումներ։ Նշել է Հետի ժամանակավոր կառավարիչը, տերգրանցումներն արվել են հիմնականում ինքնավար էներգոարտադրողների արտադրած եւ ցանցի հետ մղած էլեկտրաէներգիայի քանակների վրա։ Կարող ենք պնդել, որ բոլոր այդ մեքենայությունների արդյունքում գոյացած էլեկտրաէներգիայի ահռելի քանակների մանետիզացիան լավագույն դեպքում մնացել է Հետի հաշիվներին, վատագույն դեպքում ուղղակիորեն մտել է տարբեր հանցավոր շրջանակների գրպանները, հայտարարել է Ռոմանոս Պետրոսյանը։ Կառավարության կողմից հաստատվել է Հայաստանի Հանրապետության տարածք ԵԱՏՄ ԱՏԳԱԱ 2002-90 ծածկագրին դասվող ապրանքատեսակների ներմուծման ժամանակավոր արգելք կիրառելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը։ Որոշման ընդունումը պայմանավորված է տոմատի մածուկ ներմուծող եւ տեղական հումքով տոմատի մածուկ արտադրող տնտեսվարողների համար հավասար մրցակցային պայմաններ ապահովելու, ինչպես նաեւ լոլիկի մթերման գործընթացը կանոնակարգելու անհրաժեշտությամբ։ Տոմատի մածուկի շուկայում ստեղծված իրավիճակը, որը պայմանավորված է ներմուծվող արտադրանքի զգալի ծավալներով եւ տեղական արտադրության իրացման եւ արտահանման դժվարություններով հանգեցրել է լոլիկի մթերման պահանջարկի նվազմանը եւ շուկայի անհավասարակշռությանը, բացասաբար անդրադառնալով գյուղատնտեսական արտադրողների գործունեության վրա եւ ստեղծելով ֆորս մաժորային իրավիճակ։ Թրամփը հայտարարել է, Վաշինգտոնը դեռևս վերջնական որոշում չի կայացրել Ուկրաինայի պատրիոտ հակառութային պաշտպանության համակարգերի հրթիռների արտադրության արտոնագիր տրամադրելու հարցում։ Նրա խոսքով այդ համակարգը բացառիկ ռազմական տեխնոլոգիա է եւ նման արտադրական արտոնագրերը չեն տրամադրվում առանց մանրակրկիտ գնահատման։ Թրամփը ընդգծել է ԱՄՆ զգուշությամբ է մոտենում նման սպառազինության տեխնոլոգիական փոխանցմանը։ Նա նշել է, իր հիմնական նպատակը ռուս-ուկրաինական հակամարտության ավարտն է, այլ ոչ թե նոր զինատեսակների տարածումը։
66 տարեկանում կյանքից հեռացել է Միլանի եւ Իտալիայի հավաքականի լեգենդար նախկին պաշտպան Ֆրանկո Բարեզին։ Նրա մահվան մասին հայտնել է Միլանի մամուլի ծառայությունը, իսկ ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ նա պայքարում էր ծանր հիվանդության դեմ։ Բարեզին ամբողջ պրոֆեսիոնալ կարիերան անցկացրել է Միլանում 1978-ից մինչև 1997 թվականը, դառնալով ակումբի պատմության խորհրդանիշներից մեկը։ Նա 6 անգամ նվաճել է Իտալիայի առաջնության ոսկե մեդալը, 3 անգամ Չեմպիոնների լիգայի գավաթը եւ բազմաթիվ այլ հեղինակավոր տիտղոսներ։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է իրանական անօդաչու թռչող սարքերը հարվածներ են հասցրել Քուվեյթի Ահմադ ալ-Ջաբեր ավիաբազայի մի շարք օբյեկտների։ Թիրախավորվել են կործանիչների անգարները, արբանյակային կապի համակարգերը եւ սարքավորումների պահեստները։ Հայտարարության մեջ նշվում է, այդ ռազմաբազան կարևոր դեր ունի ԱՄՆ-ի օդային հետախուզական եւ աջակցության գործողություններում տարածաշրջանում։ Իրանական կողմը պնդում է, բազան ամերիկյան բանակի առանցքային հենակետերից մեկն է Մերձավոր Արևելքում։ Դոնալդ Թրամփը հայտարարել է Վաշինգտոնի առաջնահերթ նպատակը ռուս-ուկրաինական պատերազմի ավարտն է։ Նա նշել է Միացյալ Նահանգները չի ձգտում նոր հրթիռների, այլ ցանկանում է հասնել խաղաղ կարգավորման։ Սակայն Թրամփի վերջին հայտարարությունը ցույց է տալիս Վաշինգտոնը շարունակում է զգուշավոր մոտեցում ցուցաբերել այդ հարցում։ ԱՄՆ նախագահը կրկին ընդգծել է հակամարտության դադարեցումը իր գլխավոր նպատակն է։ Իսպանիայի կառավարությունը որոշել է ցամաքային զորքեր տեղակայել Սեուտա ինքնավար քաղաքում Մարոկոյից շարունակվող միգրանտների զանգվածային հոսքի պատճառով։ Զինվորականները կաջակցեն քաղաքացիական գվարդիային անվտանգությունը ապահովելու գործում։ Վերջին շաբաթվա ընթացքում ավելի քան 1500 մարդ լողալով հասել է Սուետա, իսկ Մարոկոյի Ֆնիդեկ քաղաքում ըստ տեղեկությունների ձևավորվել է շուրջ 5 կիլոմետր երկարությամբ հերթ։ Տեղի իշխանությունները ստեղծված իրավիճակը գնահատում են որպես ազգային արտակարգ իրավիճակ, մինչդեռ Իսպանիան եւ Մարոկոն արդեն քննարկում են անօրինական ներգաղթյալների վերադարձի գործընթացը արագացնելու միջոցները։ ԱՄՆ պետդեպարտամենտը կոնգրեսին տեղեկացրել է, որ Թուրքիան դեռևս չի բավարարում F-35 կործանիչների ձեռքբերման համար անհրաժեշտ պայմանները։ Փաստաթղթում նշվում է, ամերիկյան օրենսդրությունը շարունակում է արգելել կործանիչների փոխանցումը, քանի դեռ Անկարան պահպանում է ռուսական S-400 հակաօդային պաշտպանության համակարգերը եւ չի կատարել կոնգրեսի սահմանված մյուս պահանջները։ Թեև Ռեջեփ Թայիպ Էրդողանը հայտարարել էր, որ Թրամփը կողմ է F-35-ների վաճառքին, ԱՄՆ նախագահն ընդգծել է, վերջնական որոշում դեռ չի կայացվել։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է Իրանի ռազմածովային շրջափակման վերսկսումից հետո վերաուղղորդել է արդեն 24 առևտրային նավ։ Հրամանատարության տվյալներով տարածաշրջանի ջրային ուղիների անվտանգությունը ապահովելու նպատակով տեղակայվել են նաև P-8 Poseidon հեռահար հետախուզական ինքնաթիռներ։ Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին հայտարարել է, պատրաստ է կասեցնել Իսպանիայի հետ Շենգենյան համաձայնագրի գործողությունը Սեուտայում միգրանտների ճգնաժամի պատճառով։ Նրա խոսքով Սեուտայից ստացվող կադրերը վկայում են, որ անվերահսկելի անօրինական ներգաղթը լուրջ սպառնալիք է Եվրոպայի սահմանային անվտանգությանը։ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, Վաշինգտոնը սպասում է, որ Չինաստանը լիովին կկատարի հազվագյուտ հողային տարերի մատակարարման եւ ամերիկյան գյուղատնտեսական արտադրանքի գնման վերաբերյալ ստանձնած պարտավորությունները։ Բեսենթի խոսքով կողմերը քննարկել են նաեւ առևտրի եւ ներդրումների խորհուրդների աշխատանքը, որպես երկու երկրների միջև ավելի հավասարակշռված տնտեսական հարաբերություններ ձևավորելու մեխանիզմ։ Վաշինգտոնը հույս ունի, որ Պեկինը կպահպանի ձեռքբերված պայմանավորվածությունները։ ԱՄՆ-ն ընդգծում է, տնտեսական համագործակցությունը պետք է հիմնված լինի փոխադարձ պարտավորությունների կատարման վրա։ ԱՄՆ հովանու ներքո գործող խաղաղության խորհուրդը հայտարարել է, Պաղեստինյան համաշարժումը պաշտոնապես համաձայնել է զինաթափման ծրագրին, Գազայի հատվածում հրադադարը պահպանելու նպատակով։ Հայտարարության համաձայն առաջին անգամ Համասը պարտավորվել է ամբողջությամբ իրականացնել զինաթափման ծրագիրը, որին պետք է հաջորդի Գազայի հատվածից իսրայելական զորքերի դուրսբերումը եւ վերականգնման գործընթացի մեկնարկը։ Միաժամանակ Համասի ներկայացուցիչ Ղազի Համադը զգուշացրել է, որ շարժումը չի կատարի պայմանավորվածությունները, եթե Իսրայելը չկատարի ստանձնած պարտավորությունները, իսկ զինաթափման գործընթացը համակարգելու է Գազայի կառավարման ազգային կոմիտեն։ ԱՄՆ պաշտոնյաները հայտարարել են, Թրամփը խիստ հիասթափված կլինի, եթե Իսրայելը հրաժարվի կյանքի կոչել արդեն համաձայնեցված 20 կետանոց ծրագրի դրույթները։ Ուժեղ Հայաստանի համահիմնադիր Ալիկ Ալեքսանյանի կալանքը երկարաձգվել է 2 ամսով, նշենք, որ Ալիկ Ալեքսանյանը հունիսի 3-ից կալանքի տակ է։ Ըստ մեղադրանքի Ալիկ Ալեքսանյանը կալանավորվել է հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու եւ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեղադրանքով։
Այսօր վաղառավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն եւ խուզարկություններ են իրականացրել։ Նարեկ Կարապետյանը հայտնել է, որ իր տնից ոչինչ չեն տարել։ Հիշեցնենք, որ նրա նկատմամբ կիրառվել էր 1 միլիարդ դրամ գրավ եւ երկրից բացակայելու արգելք։ Մոտ ամիս նրան կալանավորելու ապարդյուն փորձերից հետո գլխավոր դատախազությունն ու քննչական կոմիտեն հրաժարվել էին քրեական գործից մանրամասնել հայտնել պատճառը բանելով, թե դա չի բխում նախաքննության շահերից։ Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը քրեակատարողական հիմնարկից եղած ուղերձում հայտարարել է, որ նոր ազգային ժողովում բացակայելու են Բարգավաճ Հայաստան կուսակցության ծրագրային մոտեցումներն ու այլ ընտրանքային լուծումները։ Նրա խոսքով Հայաստանը կանգնած է լուրջ աշխարհաքաղաքական եւ տնտեսական ցնցումների վտանգի առաջ, որոնք կարող են դրսեւորել արդեն առաջիկա ամիսներին։ Գագիկ Ծառուկյանը մտահոգիչ է համարել Հայաստանին պարտադրվող ընտրությունը ԵՄ-ի եւ ԵԱՏՄ-ի միջև, նշելով, որ նման իրավիճակը մեծացնում է երկրի ռիսկերը։ Նա ընդգծել է, որ ադրբեջանական պահանջներն ու տարածաշրջանային զարգացումները եւս խորացնում են մարտահրավերները։ Գագիկ Ծառուկյանի խոսքով իր քաղաքական ուժը շարունակելու է առաջ տանել այն գաղափարը, որ Հայաստանը պետք է խուսափի աշխարհաքաղաքական բախումների մեջ ներքաշվելուց եւ գտնի հավասարակշռված լուծումներ։ Գագիկ Ծառուկյանից խլված Multi Wellness-ն այսօր կվերաբացվի եւ կսկսի աշխատել նոր անունով, այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Կենտրոնի ծառայություններից օգտվելու համար քաղաքացիների պայմանագրերը կնքվել էին նախկին գործունեությունն իրականացնող ընկերության հետ եւ վճարումները կատարվել էին այդ ընկերությանը։ Երևանի քաղաքապետարանը որոշում է կայացրել շարունակել գործող փաթեթների սպասարկում անկախային հանգամանքից, որ դրանց դիմաց վճարումները կատարվել են այլ ընկերությանը։ Մինչ կազմակերպական գործընթացների ամբողջական ավարտը սպասարկման հետ կապված բոլոր ծախսերը կհոգա Երևանի քաղաքապետարանը։ Երևանի քաղաքապետի հասարակականով կենտրոնի գործունեության դադարեցման ամբողջ ժամանակահատվածը կավելացվի յուրաքանչյուր հաճախորդի գործող փաթեթի ժամկետին, որպեսզի որևէ քաղաքացի չկրի կորուստ կենտրոնի ժամանակավոր չգործելու հետևանքով, ասված է քաղաքապետարանի հայտարարության մեջ։ Ադրբեջանի պետական հեռուստաընկերությունը Հայաստանի Հանրապետության դեմ զավթողականություն ու պատերազմ է քարոզում։ Այս մասին ահազանգում է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը եւ նշում. Երեք Ադրբեջանի պետական ASTV հեռուստաընկերությունը հերթական անգամ հանդես է եկել Հայաստանի Հանրապետության դեմ ուղղված զավթողական արևմտյան Ադրբեջան անունը պարունակող տեսանյութով։ Տեսանյութում ցույց են տալիս, որ Պրահայում փողոցում ինչ որ միջոցառում են անցկացնում արևմտյան Ադրբեջանի եւ Ղարաբաղի պատմամշակութային ժառանգության ցուցադրության թեմայով։ M17 աշխարհի առաջնության շրջանակներում Բաքվում Էրիկ Պապիկյանը 9-1 հաշվով հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին, իսկ Եվրոպայի չեմպիոն հունահռոմեական ոճի ըմբիշ Ջանես Նասարյանը պատմել է Բաքվում անցկացված մրցաշարի եզրափակիչ դժվարությունների եւ հաղթանակից հետո ունեցած ապրումների մասին։ Նրա խոսքով մրցումների ընթացքում լարվածություն եղել է, սակայն այն պայմանավորված էր ոչ թե մրցավայրով, այլ պատասխանատվության զգացումով։ Անդրադառնալով եզրափակիչ գոտեմարտին, նա նշել է, որ սկզբում թույլ տված սխալներից հետո կարողացել է վերադառնալ պայքար եւ հաղթել մարզիչների աջակցությամբ։ Խոսելով հաղթանակից հետո Հայաստանի դրոշով Բաքվում կատարած պատվոշրջանի մասին, մարզիկը նշել է, որ հանդիսատեսի սուլոսներն իրեն չեն ազդել։ Այդ պահին սուլոսներն ինձ ընդհանրապես չէին հետաքրքրում, ինձ համար ամենակարևորը հաղթանակի պահը վայելելն էր։ Իսկ Հայաստանի դրոշով քայլելը հպարտության եւ մեծ հուզմունքի զգացում էր, որովհետեւ կարողացա ոսկե մեդալ նվաճել իմ երկրի համար, ասել է Ջանես Նազարյանը։ Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը հայտարարել է, որ Հայաստանից մատակարարումների դադարեցումը Ռուսաստանի համար լուրջ խնդիր չի ստեղծի, քանի որ Հայաստանի մասաբաժինը Ռուսաստանի Դաշնության արտաքին առևտրում չի գերազանցում 0.9%-ը։ Նրա խոսքով ԵԱՏՄ-ին անդամակցելու ընթացքում Հայաստանի արտահանումը միության երկրներ աճել է 13 անգամ, հասնելով 3.2 միլիարդ դոլարի, իսկ արտահանման ավելի քան 80%-ը բաժին է ընկնում ԵԱՏՄ շուկային։ Ռեշետնիկովը նշել է, որ Հայաստանը նաև զգալի առավելություն ունի ռուսական գազի ցածր գնի շնորհիվ, այն ստանալով 177.5 դոլարով եվրոպական ավելի քան 600 դոլարի փոխարեն։ Նա ընդգծել է, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանի արտահանումը միության երկրներ կարող է նվազել ավելի քան 60%-ով մաքսային եւ լոգիստիկ նոր խոչընդոտների պատճառով։ Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին ստորագրել է օրենք, որով 2026-ի սեպտեմբերի 1-ից պետական եւ մասնավոր դպրոցներում, ինչպես նաեւ մանկապարտեզներում կարգելվի բջջային հեռախոսների եւ կապի այլ սարքերի օգտագործումը։ Սահմանափակումները կգործեն դասերի, ընդմիջումների, արտադպրոցական պարապմունքների եւ կրթական միջոցառումների ընթացքում։ Օրենքը միաժամանակ նախատեսում է բացառություններ այն դեպքերի համար, երբ սարքի օգտագործումը անհրաժեշտ է ուսումնական գործընթացի, ծնողների հետ շփման կապի կամ առողջական խնդիրների պատճառով։ Դպրոցի տնօրենը նույնպես կկարողանա հատուկ թույլտվություն տրամադրել բժշկական կամ այլ հիմնավորված պատճառներով։
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը զանգվածային հարձակում են իրականացնել Ռուսաստանի մի շարք շրջանների վրա, թիրախավորելով Վալբերեզի լոգիստիկ կենտրոններն ու նավթավերամշակման գործարանները։ Վոլգոգրադի մարզում հարվածների հետևանքով հրդեհներ են բռնկվել վառելիքաէներգետիկ համալիրի արդյունաբերական ձեռնարկությունում եւ Վալբերեզի պահեստում։ Վնասվել են նաեւ բնակելի շենքեր, իսկ 5 մարդ հոսպիտալացվել է։ Թաթարստանի Զելենդոլսկ քաղաքում եւս հարձակման է ենթարկվել Վալբերեզի լոգիստիկ համալիրը, իսկ Նիժնեկամսկում տեղի բնակիչները հայտնել են նավթամշակման գործարանի տարածքում բռնկված խոշոր հրդեհի եւ տասնյակ պայթյունների մասին։ Իրաքի կառավարությունը հայտարարել է նախապես տեղեկացված չի եղել ԱՄՆ-ի եւ Սաուդյան Արաբիայի կողմից իր տարածքում իրականացված հարվածների մասին եւ որևէ թույլտվություն չի տվել նման գործողությունների համար։ Կառավարության ներկայացուցիչ Հայդեր Ալ-Աբուդին ընդգծել է. Իրաքը երբեք թույլ չի տալիս իր տարածքն օգտագործել հարևան երկրների դեմ ռազմական գործողությունների հարթակ դարձնելու նպատակով։ Նրա խոսքով իշխանությունները հարվածների մասին տեղեկացրել են միայն տեղական ժամանակով ժամը 2:50-ին, ինչից հետո հրավիրվել է արտահայտ ռազմական խորհրդակցություն։ Հարձակումների հետևանքով զոհվել է Իրան Ամեդ Հաշտաշաաբի ավելի քան 18 անդամ, շուրջ 20 մարդ վիրավորվել է, իսկ վարչապետի նախատեսված այցը Սաուդյան Արաբիա հետաձգվել է։ Իսպանիան լրացուցիչ բանական եւ ոստիկանության ուժերը տեղափոխում Սեուտա այն բանից հետո, երբ Մարոկոյից մի քանի ժամվա ընթացքում հազարավոր ներգաղթյալներ զանգվածապար անցել են սահմանը։ Տեղական աղբյուրների տվյալներով անկլավ կարող էր մուտք գործել 2-ից 3000 մարդ, որոնցից շատերը սահմանը հատել են լողալով կամ ոտքով, տարախալի հատվածով։ Սեուտայի իշխանությունները ստեղծված իրավիճակը բնութագրել են որպես լիակատար քաոս եւ պահանջել արտակարգ դրություն հայտարարել։ Սակայն Իսպանիայի ներքին գործերի նախարարությունը մերժել է այդ առաջարկը։ Փոխարենը կառավարությունը որոշել է Սեուտա ուղարկել 60 զինծառայող եւ քաղաքացիական գվարդիայի եւս 30 աշխատակից սահմանների վերահսկողությունը ուժեղացնելու համար։ Վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է կառավարությունը ստեղծված իրավիճակին կտա անհապաղ պատասխան եւ ուրբաթ կայցելի Սեուտա։ Ամերիկացի լրագրող եւ քաղաքական ակտիվիստ Լորա Լումերը հայտարարել է. ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա շաբաթներին կայցել են Կիև։ Նրա խոսքով ինքը անձամբ խոսել է Ուիթքոֆի հետ, որը հաստատել է այցի նախապատրաստումը եւ հայտնել, այն նվիրված կլինի ռուս-ուկրաինական պատերազմի հնարավոր կարգավորմանը։ Լումերը նշել է, սա կարող է դառնալ Թրամփի վարչակազմի օրոք Կիևում անցկացվող առաջին նման մակարդակի բանակցային հանդիպումը։ Նա նաեւ հիշեցրել է Ուկրաինան իր վերջին այցի ընթացքում հրապարակայնորեն կոչ էր արել ամերիկացի պաշտոնյաներին բանակցություններ վարել ոչ թե Մոսկվայում, այլ Կիևում։ Թելեգրամի հիմնադիր Պավել Դուրովը մեկնաբանել է Ռուսաստանի իշխանությունների որոշումը, որով իրեն ներառել են ահաբեկիչների ցանկում։ Նրա խոսքով այդ քայլի պատճառը եղել է Թելեգրամում զանգվածային վերահսկողություն եւ գրաքննություն սահմանելու պահանջները կատարելուց հրաժարվելը։ Դուրովը նշել է, ռուսական օրենսդրությամբ իրեն նույնիսկ արգելվում է տեղեկատվություններ հրապարակել համացանցում, ինչը նա համարում է անհեթեթ իրավիճակ։ Նա հայտարարել է, ռուս պաշտոնյաները վերջնականապես խճճվել են այն հարցում, թե իրականում ով կարող է որևէ բան արգելել ինտերնետում։ ԱՄՆ Սենատը նվազագույն տարբերությամբ մերժել է բանաձևը, որը Դոնալդ Թրամփից կպահանջեր դուրս բերել ամերիկյան զինված ուժերը Իրանի դեմ հնարավոր մարտական գործողություններից, եթե դրանք նախապես չհաստատվեին Կոնգրեսի կողմից։ Փաստաթուղթը չի ընդունվել 49 կողմ եւ 50 դեմ ձայների հարաբերակցությամբ։ Բանաձևին աջակցել են բոլոր դեմոկրատները, բացառությամբ Ջոն Ֆեթերմանի, ինչպես նաև 3 հանրապետական սենատորներ՝ Սյուզան Քոլինզը, Լիզա Մուրկովսկին եւ Ռենդ Փոլը։ Հանրապետական սենատոր Միչ Մաքքոնելը չի մասնակցել քվեարկությանը առողջական խնդիրների պատճառով։ Պակիստանի փոխվարչապետ եւ արտգործնախարար Մոհամմադ Իսհակ Դարը հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Արքայազն Ֆեյսալ բին Ֆարհան Ալ-Սաուդի հետ, քննարկելով տարածաշրջանային անվտանգության իրավիճակը։ Կողմերը հատուկ ուշադրություն են դարձել Կարմիր ծովում եւ Բաբ-էլ-Մանդեբի նեղուցի շրջանում ստեղծված լարվածությանը։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ հութիների գործողություններին, որոնք հայտարարել են Սաուդյան Արաբիայի ծովային շրջափակման եւ Բաբ-էլ-Մանդեբով անցնող նավերի համար վճար սահմանելու մտադրության մասին։ Նախարարները քննարկել են նաև Պաղեստինի շուրջ իրավիճակը եւ ողջունել Հորդանանի նախաձեռնությունը արաբական եւ իսլամական երկրների հանդիպում կազմակերպելու վերաբերյալ։
Հունգարիայում անոմալ շոկ եւ խոշոր էներգետիկ օբյեկտների աշխատանքի խափանումների պատճառով իշխանությունները պատրաստվում են սահմանափակել խոշոր արդյունաբերական ձեռնարկությունների էլեկտրաէներգիայի սպառումը։ Իրավիճակը հատկապես բարդացել է այն բանից հետո, երբ Դանուբում ջրի ռեկորդային ցածր մակարդակի պատճառով Պակշ ԱԵԿ-ը 44 տարվա ընթացքում առաջին անգամ կարող է ամբողջությամբ կանգնեցվել։ Բացի այդ, տեխնիկական անսարքության պատճառով անջատվել է նաև Դանուբի էլեկտրակայանը, ինչի հետևանքով համակարգը կարող է կորցնել շուրջ 2000 մեգավատ հզորություն։ Կառավարությունը նախատեսում է ավելացնել էլեկտրաէներգիայի ներմուծումը, օգտագործել պահուստային հզորությունները եւ քաղաքացիներին կոչ է անում նվազեցնել պիկային ժամերին սպառումը։ Նիկոլ Փաշինյանի կողմից այսօր բարձրաձայնված հեծի վերաբերյալ հայտարարությանը ընթացք է տրվել։ Այս մասին հայտնել են գլխավոր դատախազությունից, խոսքը վերաբերում է միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ գրասենյակի նախկին ղեկավար Լիպարիտ Դրմեյանին։ Լիպարիտն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը եւ նշել, այսօր տեղեկացա, որ կառավարության նիստից հետո կառավարությունը ԵՍՄ հիշել էր ինձ մի կողմ թողնենք այն, որ ներկայացված փաստերը իրականության հետ ոչ մի աղերս չունեն եւ դրան կառավարությունը ԵՍՄ դեռ ստիպված է լինելու հեշտեր։ Կարճ ասեմ, ես գործել եմ հանուն մեկ սուբյեկտի եւ այդ մեկ սուբյեկտը Հայաստանի Հանրապետությունն է, զավեշտն այն է, որ այս ամենը հետևում է իմ քաղաքական ակտիվությանը, ավելին այս ամենը հետևում է սահմանադրական դատարանում մեր ներկայացրած փաստարկներին, որոնք ուղղակիորեն ցույց էին տալիս, թե ֆինանսական, ադմինիստրատիվ եւ ռեպրեսիվ ինչպիսի միջոցներ էին կիրառվել քաղաքացիական պայմանագրի կողմից ընտրությունների ամբողջ ընթացքում։ Իրավունքը եւ արդարությունը գերակայելու են, իսկ հանրությունը տեսնելու է, որ կառավարությունը դու չես, ասել է Լիպարիտ Դրմեյանը։ Աննա Հակոբյանի հրապարակման վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ, այս մասին հայտնել են քննչական կողմիտեից։ Տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նշենք, որ անձի վերաբերյալ մեկ այլ բռնություն գործադրելու հրապարակային կոնչեր հնչեցնելու քրեական վարույթով կա կալանավորման որոշում եւ հայտարարված է հետախուզում, հայտնել են քննչական կոմիտեից։ Այսօր ընթանում էր Բագրատ Սրբազանի եւ մյուս 17 արդարների գործով դատական նիստը։ Դատարանը կամք նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանի տնային կալանքը երկարացրել է եւս մեկ ամսով մինչեւ սեպտեմբերի 4-ը։ Սրբազան պայքարի գործով անցնող 9-րդ գումարման ազգային ժողովի падգամավոր Արթուր Սարգսյանի տնային կալանքը երկարաձգվել է մեկ ամսով։ Գորիսի համայնքապետ Արուշ Արուշանյանը չի ազատազրկվի, վերաքննիչ դատարանն էլ մերժել է դատախազության բողոքը, ավելի վաղ հակակոռուպցիոն դատարաններ մերժել պրոբացիայի ծառայության միջնորդությունը։ Գագիկ Ծառուկյանը դուրս է եկել քննչականից եւ տեղափոխվել կալանավայր, ոստիկանները թույլ չեն տվել մոտենալ նրան, սակայն Ծառուկյանը հասցրել է արձագանքել Փաշինյանի այսօրվա հայտարարությանը, թե այսպիսով թալանացն է հետ բերում։ Ծառուկյանն ասել է, արդարությունը հիվանդանում է, բայց չի մեռնում։ Նախորոից որոնվող Վահե Ապիկյանը գտնվել է Գողթի անտառային տարածքներից, այս մասին հայտնել է երեխայի հայրը Տիգրանը։ Հայրը դեռ չի տեսել երեխային, նրան տեղափոխել են ոստիկանության բաժին, հոր խոսքով երեխայի վիճակը լավ է։ Ներքին գործերի նախարարության ոստիկանությունից էլ հայտնել են, որ համայնքային ոստիկանության նոր-նորքի բաժնի ծառայողների եւ քաղաքացիների որոնողական աշխատանքի արդյունքում նա անվնաս հայտնաբերվել է Կոտայքի մարզի Գառնի գյուղում։ Ավելի վաղ հայտնել էինք, որ երեխան գրություն է թողել, որում հայտնել է, որ ցանկանում է ճգնավոր դառնալ։ Նշենք, որ Վահեն դպիր է Սուրբ Սարգիս եկեղեցում։ Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ Ուկրաինային տրամադրել է եւս 3.47 միլիարդ եվրո, 90 միլիարդ եվրոյի ռազմական աջակցության ծրագրի շրջանակում։ ԵՀ-ի հաղորդմամբ միջոցները նախատեսված են հարվածային անօդաչու թռչող սարքերի, հեռահարեակտիվ ԱԹՍ-ների, հրթիռների եւ շվեդական Gryphon կործանիչների ձեռքբերման համար։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը նշել է, նոր ֆինանսավորումը նպատակ ունի ուժեղացնել Ուկրաինայի պաշտպանունակությունը։ Նրա խոսքով այս օգնությունը կօգնի պաշտպանել ուկրաինական երկինքը եւ խաղաղ բնակչությանը։ Reuters-ի տեղեկություններով Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկել են Իրանի նկատմամբ հետագա քաղաքականության 3 հնարավոր տարբերակ։ Վաշինգտոնը դիտարկում է Իրանի հետ փոխզիջումային համաձայնագրի, տնտեսական ճնշման եւ շրջափակման շարունակման, ինչպես նաեւ լայնածավալ ռազմական գործողությունների սցենարները։ Աղբյուրների փոխանցմամբ Նեթանյահուն ներկայացրել է նաեւ մի շարք այլընտրանքային առաջարկներ, որոնց մանրամասները չեն հրապարակվել։ Իսրայելական կողմը ըստ Reuters-ի սպասում է Վաշինգտոնի վերջնական որոշմանը հետագա քայլերը համակարգելու համար։
Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը ստուգայց է կատարել Էգեյան ծովի եւ Կրետեի հարակից կղզիների ռազմաբազաներում եւ ռազմածովային օբյեկտներում։ Թուրքիայի սահմանամերձ կղզիներում եւ Մարիցա գետի բնագծում տեղակայվում են ռադիոէլեկտրոնային պայքարի եւ հակադրոնային համակարգեր։ Ծրագիրն իրականացվում է Հունաստանի բազմաշերտ հակաօդային պաշտպանության Աքիլեսի վահան նախագծի շրջանակում։ Նախաձեռնության նպատակն է արտիականացնել ռազմական ենթակառուցվածքները, վերահսկողության համակարգերը եւ ռազմաբազաների պաշտպանությունը։ Նախագիծը նախատեսում է առաջնագծի կղզիներում ուժեղացնել ԱԹՍ-ների դեմ պայքարի հնարավորությունները։ Ռուսաստանի եւ Իրանի նկատմամբ պատժամիջոցների խստացման օրինագիծը ԱՄՆ Սենատում անցել է երկրորդ ընթացակարգային քվեարկությունը։ Փաստաթղթի քննարկումները շարունակելու օգտին քվեարկել է 84 սենատոր, դեմ 12-ը։ Օրինագիծը նախատեսում է խստացնել սահմանափակումները Ռուսաստանի բարձրագույն քաղաքական եւ ռազմական ղեկավարության, պետական ընկերությունների, ինչպես նաեւ ռուսական ռազմաարդյունաբերական համալիրին աջակցող օտարերկրյա կազմակերպությունների նկատմամբ։ Այն նաեւ ներառում է նոր սահմանափակումներ Ռուսաստանի կենտրոնական բանկի, Սբերբանկի, Գազպրոմբանկի եւ խոշոր էներգետիկ նախագծերի նկատմամբ։ Հանրապետականները մտադիր են փաստաթուղթը վերջնական քվեարկության դնել մինչեւ շաբաթվա վերջ։ Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը հայտարարել է. Իրանին հրթիռային համակարգեր մատակարարելու վերաբերյալ հրապարակումները չեն համապատասխանում իրականությանը։ Նրա խոսքով նման տեղեկությունները հիմնավորված չեն եւ փաստացի հիմք չունեն։ Մաո Նինը նշել է Չինաստանը մշտապես հանդես է գալիս խաղաղության եւ հակամարտությունների դադարեցման օգտին։ Նա հիշեցրել է Պեկինը բազմիցս ներկայացրել է իր պաշտոնական դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ։ Սաուդյան Արաբիան նախաձեռնել է միջազգային նոր կոալիցիայի ստեղծում Կարմիր ծովում նավագնացության անվտանգությունը ապահովելու նպատակով։ Էր-Ռիադը ծրագրում է միավորել շուրջ 50 պետություն հութիների գործողություններին, ինչպես նաև ծովահենության եւ մաքսանենգության դեմ պայքարելու համար։ Արդեն համաձայնություն են տվել Եգիպտոսը, Սուդանը, Ջիբութին, Սոմալին, իսկ հրավերներ են ուղարկվել նաև Թուրքիային, Կատարին, Բահրեյնին, Քուվեյթին, Պակիստանին եւ մի շարք այլ երկրների։ Նախաձեռնության հաջողությունը մեծապես կախված է ԱՄՆ-ի մասնակցությունից։ Եվրոպական մի շարք երկրներ երևս պատրաստ են միանալ, եթե կոալիցիային մասնակցի նաև Վաշինգտոնը։ Թուրքիան Էստոնիայի Էմարի ավիաբազայում տեղակայել է 5 F-16 կործանիչ Baltic Air Police-ի առաքելությանը մասնակցելու նպատակով։ Թուրքիայի պաշտպանության նախարարության տվյալներով առաքելությունը կշարունակվի օգոստոսի 1-ից մինչև նոյեմբերի 30-ը։ Այդ ընթացքում թուրքական ավիացիան մասնակցելու է Բալթյան երկրների օդային տարածքի ուժեղացման պահպանությանը։ Բացի կործանիչներից Էստոնիայի տեղափոխվել նաև անհրաժեշտ անձնակազմը։ Անկարան հայտարարել է շարունակում է ակտիվորեն մասնակցել ՆԱՏՕ-ի հավաքական անվտանգության ծրագրերին։ Ուկրաինական հեռահարանոթաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով շարքից դուրս է եկել Ռուսաստանի փաստացի նավթավերամշակման հզորությունների ավելի քան 30%-ը, իսկ անվանական հզորությունների մոտ 45%-ը։ Այս մասին նշվում է Financial Times-ի ուսումնասիրության մեջ, որը հիմնված է արբանյակային լուսանկարների, ջերմային մոնիթորինգի տվյալների եւ այլ գնահատականների վրա։ Ըստ պարբերականի վերջին շրջանում հիմնական թիրախ են դարձել ոչ թե վառելիքի պահեստները, այլ նավթավերամշակման գործարանների առանցքային տեխնոլոգիական կայանքները, որոնց վերականգնումը կարող է ամիսներ տևել։ Ամենաշատ տուժածների թվում նշվում են Տուապսեի, Օմսկի եւ Մոսկվայի նավթավերամշակման գործարանները։ Աքսիոսի փոխանցմամբ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Վենսի եւ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի միջև Իրանի հարցով տարաձայնությունները վերածվել են անձնական լարվածության։ Աղբյուրների համաձայն Վենսը կողմ է եղել հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով լուծելուն, մինչդեռ Նեթանյահուն դեմ է արտահայտվել փոխըմբռնման հուշագրին։ Հոդվածում նշվում է կողմեր միմյանց հասցեին փոխադարձ դժգոհություններ են ունեցել ինչպես փակ, այնպես էլ հրապարակային մակարդակում։ Վերջերս Վաշինգտոնում նրանք առանձնազրույց են ունեցել, փորձելով քննարկել կուտակված խնդիրները։ Ամերիկացի եւ իսրայելցի պաշտոնյաների գնահատմամբ հանդիպումն անցել է ուղիղ եւ անկեղծ մթնոլորտում։ Զելենսկին հերթական զանգվածային հարվածներից հետո հայտարարել է երկիրը բախվել է հակաօդային պաշտպանության հրթիռների սուր պակասի։ Նրա խոսքով արևմտյան գործընկերների կողմից օգնության ուշացումը հանգեցնում է նոր զոհերի եւ ավերածությունների։ Զելենսկին հայտնել է Ռուսաստանը վերջին հարձակման ընթացքում կիրառել է ավելի քան 70 հրթիռ եւ 280-ից ավելի հարվածային ԱԹՍ-ներ։ Նախագահը նշել է ուկրաինական հոպին հաջողվել է խոցել ավելի քան 260 ԱԹՍ եւ մի շարք թևավոր հրթիռներ, սակայն առկա պաշարները բավարար չեն։
Եղանակը առաջիկա օրերին հուլիսի 31-ի գիշերը, օգոստոսի 1-ից 2-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Հուլիսի 31-ից 3-ը, օգոստոսի 3-ից 4-ը սպասվում է առանց ստեղումների եղանակ։ Քամին հարավ-արևմտյան եւ արևմտյան 2-ից 5 մետր վարկյան։ Հուլիսի 30-ից 31-ը, օգոստոսի 1-ից 4-ն Արմավիրի մարզում, Արագածոտնի եւ Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամուշ գնացում 15-ից 18 մետր վարկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։